Ուշադրություն դարձրեք եղբայրներ եւ քույրեր, նաեւ խնդրում եմ ուշադրություն դարձնել մեզ, ովքեր հիմա համացանցով մեզ դիտում են։ Մարդիկ կարող են մեծ պաշտոնների հասնել։ Մարդիկ կարող են հոգեվոր կյանքում մեծ հաջողություններ ունենալ։ Փառք Աստծո այդ հաջողությունների համար, բայց յուրաքանչյուրս պետք է հիշենք, որ ճշմարիտ կշռաքարերը մեր ձեռքերի մեջ չէ, այլ Աստծո ձեռքերի մեջ է։ Երբեմն մեր կշռաքարերը խարդախված են։ Երբեմն մեր կշռաքարերը եսակենտրոն են։ Շուկաներում լսած կլինեք մեր հայերի կշռաքարերի մասին ժամանակին։ Խարդախված։ Միշտ չէ որ ճիշտ է։ Մենք բաներ ենք վերլուծում, բաներ ենք խոսում, վստահ լինելով որ դա ճշմարտություն է։ Բայց եկեք անկեղծ լինենք։ Երբեմն կապ չունեն ճշմարտության հետ, որովհետև մեր վերլուծությունները, մեր տրամաբանությունը երբեմն խարդախված է, որտեղ մենք մարդ ենք։ Երբեմն մեր մեղանչական բնությունը գալիս է վկայակոչելու, որ մենք մարդ ենք եւ սխալ քայլեր կարող ենք ձեռնարկել։ Գիտեք, փոքր մարդու ընկնելը նման է դիվանից գիշերը քնած անհաջող սայթակելու։ Ընկար ներքև դմփոցը այդքան մեծ չի գալիս։ Բայց մարդ որքան մեծանում է, նրա անկները բարձրահարկ շենքից է եւ մեծ աղմուկ է բարձրացնում։ Մարդ որքան ուզում է նշանավոր լինել, նա պիտի նաեւ իմանա, որ պետք է նշանավոր կշռաքարերով առաջնորդվի։ Ամենաճշմարիտ կշռաքարը դա Աստծո խոսքն է։ Իր մասին Բաբելոնի թագավորն էլ մեծ կարծիք ուներ Բաղդասարը։ Մեծ կարծիք ուներ, բայց չափն անցավ եւ հանկարծ երևաց մի ձեռք, որ գրվեց պատին ինչ-որ բան գրեց, Դանիելը մեկնեց, Աստված կշռեց քեզ ով թագավոր։ Այդ քո կշռաքարերը ոչ մի արժեք չունի։ Մարդկանց առջև երբեմն փառավորված Աստծո առջև պիղծ է։ Դու շատ փառավորված թագավոր ես, շատ հաջողությունների ես ասել, Բաբելոնի թագավորն ես, բայց Աստված ինքն է վերջում յուրաքանչյուրիս կշռելու իր արդար կշռաքարերով։ Եվ դու ով թագավոր թեթև գտնվեցիր, Աստված մի ասե որ մենք էլ թեթև գտնվենք։